Հարգարժան Վարդանիկը ինձ դատի է տվել, իմացար։ Ինչի համար։ Որ ես ասել եմ, որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ինքը կաշառակեր է։ Իհարկե դատի է տվել։ Բայց մի վարքյան ոնց Վարդանիկը դատի է տվել։ Հա, հիմա այդ եմ ասում, դատի տվել է, եթե դատարանը վարույթ ընդունի, շատ լավ, մեր ներկայացուցիչները կհանդիպեն դատարանում, բայց հենց այդ եմ ասում, ինչ հետաքրքիր է, բայց դա ըստ այսպես կոչված պանյատների նորմալ է, որով ապրում է Վարդանիկը։ Դե Վարդանիկը ասում էր եկեք իրար հետ գնանք նստենք բանտ, տենանք մեզնից ով մաքուր դուրս կգա։ Հա, Պաստորեն նստեց եւ սկսեց համագործակցել իրավապահ մարմինների հետ, հա, տենց է ստացվում։ Այսինքն դատի է տվել, ես չգիտեմ, արդյոք դա իր պատկերացրած ու իր կրած ենթամշակույթի արժեքներով մաքրության հետ աղերս ունի։ Դե հիմա ուրեմն ստացվում է ինչ։ Այսինքն ինքը հայցվորի կարգավիճակ ունի։ Այո, հայց է ներկայացնում։ Ուզում եմ որ ստացվում է ըստ գողական կանոնների ինչ է ստացվում, որ ինքը դիմում է պետական մարմնին, որ պետական մարմինը ինձ պատժի։ Չէ, դա հասկացար։ Դա ակնհայտ է։ Եվ սրանից բխում է ընդհանրապես մի բան, ես նաև ասել էի, որ Վարդանիկը ակնհայտ գողական մեկն է, այդ մասով խոսքերս հերթ եմ վերցնում եւ ներողություն եմ խնդրում։ Իդեպ դրա համար դատի, իսկ դա դատի բանի մեջ նշել էր դրա համար էլ որ դա էլ էր ընդգծած, գիտես, այդ դրա համար ներողություն եմ խնդրում գողականի մասով, որտեվ այդքան էլ ակնհայտորեն գողականի մեկը չի, որտեվ փաստորեն մարդը համագործակցում է։ Բայց մի վարքյան, այսինքն մարդը Վարդանիկը քեզ դատի է տվել նրա համար, նաև նրա համար, որ դու ասել ես կար ընդգծած այդ հատվածը, որ ես ասել եմ ակնհայտորեն գողականի մեկն է, ինքը փաստորեն ինձ դատի է տալիս, այդ թվում խնդրելով եւ պահանջելով հերքել, որ ինքը գողականի մեկն է։ Այդ մեկը բայց անում եմ, պետք չի դրա համար ինձ դատի տալ, այդ մասով համաձայն եմ ինքնին ինձ դատի տալու հիմքով ես պետք է ասեմ որ ինքը այդքան էլ ակնհայտորեն գողականի մեկը չի կամ գուցե անցյալ գողական է կամ կանոնները խախտած գողականի մեկն է։ Հետևաբար ենթադրում եմ պետք է գալ այն հետևության որ պարզապես երեսպաշտ է։ Դե հա էլի կամ այդքան էլ մաքուր չի իր մաքրության չափանիշներից ելնելով էլի այսինքն իր կոորդինատներում բանի իր արժեքային կոորդինատներում ինքը այդքան էլ մաքուր չի։ Այլ բառերով ասած ինքն իր երազած տղամարդը չի։ Այո, կամ հա, իր ներկայացրած իր երազած։ Չէ, բայց իդեպ ես սա պետք է բայց ես ողջունում եմ որ ես էլ եմ ողջունում։ Միանշանակ որտեղ սա ճիշտն է, վերջապես Հարգարժան Վարդանիկը հասկացա որ քաղաքակիրթ ճանապարհը այդ է, այսինքն ոչ թե ինչ որ ռազմորկերքն են եւ այլն, այլ դատի տալն է, ես դա միանշանակ ողջունում եմ եւ տեսնում ես ինչ լավ է աշխատում մեր իրավապահ եւ դատական համակարգը մարդկանց ինչպես են օրերի ընթացքում վերափոխում։ Իրապես ուղիչ աշխատանք է դա ու այս վերջերս վաղ շաբաթից առաջ էլ իդեպ arczepiskopos Հաջապահյանը հայտարարություններ արել կոչ անելով ժողովրդին չընտրել ՔՊ իր բոլոր էպիտետներով, չէ, դավաճան, ավաճան եւ այլն սեփական ընտրական իրավունքի բարձր գիտակցմամբ։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, որ այդ նույն Աջապահյանն է, որը մի տարի առաջ ասում էր, որ ես դեմոկրատիային դեմ եմ, դեմոկրատիան չարիք է։ Չի կարելի ամեն մեկին։ Չի կարելի ամեն 4 գիրք չկարդացածին ընտրելու իրավունք տալ։ Եվ կրկին շատ լավ է, որ 1 տարի անց էլի մեր փաստորեն արդարադատության համակարգը հասավ նրան, որ նա սկսեց գիտակցել քաղաքացու քվեարկության կարևորությունը։ Էլի շատ լավ։ Փաստացի քրեակատարողական հիմնարկների հարգելի աշխատակիցներ, սա կարելի է համարել որոշակի մի բրավո ձեզ, որտեղ դուք իրապես լավ եք աշխատում ու մարդիկ իրապես ուղղվում են ձեր կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց մի հատ է կարևոր հանգամանք կա, իհարկե, սա կեսկատակ ենք ասում, որտեղ բոլորին պարզ է, չէ, որ իրենց համար քաղաքացու սեփական քվեի կարևորության գիտակցումը կարևոր է միայն այն ժամանակ, երբ որ այդ քաղաքացին ընտրում է իրենց նախընտրած ուժերին։ Իհարկե։ Այսինքն Քոչարյանն է, չգիտեմ, ռուսաստանցի գործարար է, կամ Վարդանիկը եւ սատելիտներին։ Երբ որ իրենց չի ընտրում, այդ սեփական քվեի մեծ գիտակցումով քաղաքացին ավտոմատ վերածվում է ժեխի, 4 գիծ չկարդացածի, անգրագետի, փոքրուց հեքիաթ չկարդացածի եւ այսպես անհավատի, վախկոտի եւ այսպես շարունակի։ Բայց էլի հետ գալով այդ դատերի թեմային ինձ էլ են մեր ոդկասթից մի կտորի համար դատի տվել, դատի ա տվել են բանը
Հայաքվեի Ավետիք Չալաբյանը, որը փորձում էր իդեպ հաստատված օրինական ուժի մեջ մտած, եթե չեմ սխալվում, վճիռ կա, առնվազն միացյանով վճիռ կա, չգիտեմ բողոքարկվել է թե չէ, բայց փաստա որ վճիռ կա, որ ու սահմանված նաև պատիժ կա դրա համար, որ մարդը գնացել էր, ասում էր ուսանողներին մարդը 1000 դրամ որ տանք կհանեք միտինգի։ Ես էլ մեր ոդքասթի ժամանակ ասել եմ, որ մարդը փորձում էր ուսանողներին գլուխը 1000 դրամով բան անել։ Գնես, իսկ ինքը դատապարտվել է։ Օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որտեղ ինքը ճանաչվել է մեղավոր եւ եթե չեմ սխալվում, ինչ-որ պայմանական է նշանակվել կամ ինչ-որ ուրիշ պատիժ է նշանակվել, բայց պատիժ է նշանակվել։ Դա նույն սերիայից է, էլի, որ հիշում ես Սամվել Շահրամանյանը Ղարաբաղի, որ դատի էր տվել հայոց պատմության դասագրքի հեղինակին, որովհետև վերջինս նշել էր, որ Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, այսինքն ակնհայտ փաստ, ինչն է դատի տալի պարզ չի։ Դա իրական չի, բայց այդտեղ մի նյուանս կա իրական, զգացել ես ինչքան են շատացել մեր թիմի դեմ դատական հայցերը, տոննաներով։ Ու դա շատ հստակ պատճառ ունի։ Իրանք փորձում են մեզ ֆինանսապես խեղճացնել, որովհետև գիտեն, որ օրինակ երբ որ պահանջում են 500,000 դրամ, դա մեր բյուջեի վրա, մեր անձնական բյուջեի վրա իր ազդեցություն ունենում է։ Մենք հակառակը հայելային չենք կարող անել, որովհետև իրանք թքած ունեն այդ 500,000 դրամի վրա։ Չէ, այստեղ մի նյուանս կա, իրանք 500,000 չեն պահանջում, իրանք սովորաբար պահանջում են 6 միլիոն, 9 միլիոն, չգիտեմ, 5 միլիոն, մի քանի միլիոն, որը մեր կես տարվա աշխատավարձն է կամ մի տարվա ամբողջ եկամուտն է մի տարվա, այդ գումարն են սովորաբար պահանջում մեզնից ու սա միանշանակ է, որ կոնկրետ իր առաջ բան ունի, նախ այդ ֆինանսական բեռը բանան է, որովհետև բացի այդ վճռին հասնելը, նախ պետքա փաստաբանական ծառայությունից օգտվել։ Իսկ փաստաբանական ծառայությունն էլ մեր օրերում մենք էլ պարոն Վարդևանյանին ծառայությունները մեզ չենք կարող թույլ տալ, այդքան փող չունենք։ Փաստաբանական ծառայությունն էլ իդեպ էլի մեր առնվազն 1 ամսվա աշխատավարձի չափ է։ Հա, մեր առնվազն 1 ամսվա աշխատավարձի չափ է, որը պետքա վճարել դրա համար, որ բան լինի։ Առնվազն 500,000 դրամից է սկսում քաղաքացիական այս հայցերը։ Ես խոսել եմ մի քանի փաստաբանների հետ ու սենց գներ է մոտավորապես, ու սա նրա համար է արվում, որպեսզի բան անեն։ Ասեն ընկերներ սուս մնացեք։ Ու հիշում ես Սամվել Կարապետյանը օրինակ ինչ էր նշում, երբ որ Հայաստանի կեսին երևի դատի էր տվել արդեն, ինչ էր նշում պահանջի մեջ, պահանջում էր, որպեսզի դատարանը որպես միջանկյալ միջոց կիրառի արգելքը, որ տվյալ անձը պատասխանող օրինակ չգիտեմ ես կամ մեր մյուս գործընկերները խոսի Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի անդամների մասին, այսինքն մարդը մտել է քաղաքականություն, մեզ հայտարարել է իր հիմնական օպոնենտ ու մեր թիմի բոլոր անդամներին համարյա դատի է տվել ու պահանջում ասում հարգելի դատարան, նենց արես մարդիկ իմ մասին չխոսեն, այսինքն սա ոչ թե աբսուրդ է, սա տնազ է քաղաքականության։ Ու եթե սա լրիվ միութենական քաղաքականություն է, էլի, օրինակ Բելարուսում ես վստահ եմ քաղաքականությունը Լուկաշենկոին տենց են անում մոտավորապես։ Բելարուսում իրանք տենց են անում, օրինակ Լուկաշենկոին էլ չի կարելի, որ իր մասին ինչ-որ մեկը խոսի, ով էլ որ խոսում է հայտնվում է բանտում։ Կարող է, բայց այդտեղ չգնանք, բայց չի կարող, դա տենց է։ Ես իհարկե հասկանում եմ քո դիվանագիտական լռությունը եւ մնացած, դա չի կարող, դա հենց է տենց է։ Բայց ի ուրախություն ինձ Սամվել Կարապետյանը ինչքան է փորձի տենց մարդկանց դատի տալ, ախր բաներ կա, որոնց համար ընդհանրապես։ Օրինակ ես կոչ եմ անում իրեն ինձ դատի տալ հետեւյալի համար։ Ես պնդում եմ, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ունի առնվազն 3 հայրենիք՝ Հայաստանը, Ռուսաստանը եւ Կիպրոսը։ Ենթադրում եմ նաև, որ հաշվի առնելով, որ այդ 3 երկրներից մեկում է նա բնակվում, այդ երկիրը իր առաջնային հայրենիքն է, որովհետև այդտեղ է որոշել բնակվել։ Ինչու եմ ասում ունի առնվազն 3 հայրենիք, որովհետև առնվազն 3 երկրի քաղաքացի է։ Եվ եթե ինքը եւ ամեն երկրի քաղաքացի այդ քաղաքացիություն ստանալու բերումով իսկ այդ երկիրը ճանաչում է որպես իր հայրենիք։ Եվ այդ մարդը որոշել է մեզ փրկել։ Դե թող դատի տային ձեզ արտահայտությունների համար։ Եթե կարող է իհարկե։ Հիմա ես բան արեց, իրականում այս ընթացքում ման էի գալիս, թե Ռուսաստանի քաղաքացին ինչ երթում կամ ռուսերեն ասած присяга է տալիս քաղաքացիություն ընդունելուց, ռուսերեն կընթերցեմ. Я, фамилия, имя, отчество, добровольно и осознанно принимая гражданство Российской Федерации, торжественно клянусь
соблюдать Конституцию и законодательство Российской Федерации, права и свободы ее граждан, исполнять обязанности гражданина Российской Федерации на благо государства и общества, защищать свободу и независимость Российской Федерации, быть верным России, уважать ее культуру, историю и традиции. Հիմա մարդը փաստացի այս վերջի կտորնա կարևոր։ Փաստացի երթվել է։ Քաղաքացիություն եթե ընդունելա չէր կարա չի երթվեր, որտեղ սա Ռուսաստանի քաղաքացի դառնալու պարտադիր պայման է, իսկ ես վստահ եմ այնտեղ առնվազն այս մասով այդ պայմանը չեն խախտել ու հետեւյալն է։ Մարդը ոնց էր պաշտոնապես թե ոնց բառը պաշտոնապես երթվել է լինել հավատարիմ Ռուսաստան։ Ընդ որում վակ, ես ուզում եմ մարդիկ մեզ ճիշտ հասկանան։ Խնդիր չկա դրա մեջ, որովհետև բազմաթիվ հայեր արտագաղթել են, ընդունել են այլ երկրի քաղաքացիություն։ Իմ բարեկամներից, քո բարեկամներից։ Ես էլ բարեկամներ ունեմ, որ Ռուսաստանի քաղաքացի են, եւ այսպես շարունակ, խնդիրը դա չի։ Եվ նորմալ է, որ մարդ ընդունում այլ երկրի քաղաքացիություն, մանավանդ երբ որ երկքաղաքացիություն կա, որ այն երկրին էլ ինքը պիտի հավատարիմ լինի։ Բայց նորմալ չի մեկը, որ ասում եմ 3 հայրենիք ունի փաստորեն, որը ապրում է Հայաստանից դուրս։ Մեկ էլ մի օր, որը ընդհանրապես տեղյակել չի Հայաստանում ինչա կատարվում, ասենք, երբ որ պատերազմի ժամանակ 44 օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանը կոչ արել կողմերին նստել սեղանի շուրջ եւ չգիտեմ հաղթել տարաձայնություններ, կարող այդ բառերը, բայց միտքը այդ կա։ Նորմալ չի, որ տես մեկը մեկ էլ գալիս ասում է բարև ձեզ, ես ազգային բարերար եմ եւ ձեզ պետք է փրկեմ։ Չէ, այդպես չի լինում։ Տես չի լինում բարեկամս։ Բայց առնվազն այս ամեն ինչի մեջ մի հստակ բան կա, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանին հավատարիմ մնալու իր երթմանը ակնհայտորեն հավատարիմ է։ Ու դա նորմալ է։ Չէ, իհարկե, օգտազանցությունը մենք ոչ մի տեսանք կարող ես գտնել։ Չէ, ինձ թվում է։ Չէ։ Ինձ թվում է, չէ, բայց վստահ չեմ, որ այնտեղ տենց ինչ-որ կոնկրետ Չէ, ամենտեղ էլ լինում է, Հայաստանում էլ կա երթման տեքստ։ Կիպրոս, մի խոսքով, չգիտեմ, բայց Ռուսաստանն առնվազն հստակ է, որ մարդը իր երթումը պահում է ու դա ու իդեպ գիտես, չէ, ինչի կա սահմանափակում ըստ մեր սահմանադրության, սահմանափակում կա падգամավորի համար եւ նաեւ վարչապետի համար, այսինքն մարդ չի կարող լինել երկքաղաքացի, այսինքն ունենալ այլ քաղաքացիություն բացի Հայաստանի քաղաքացիությունից, եթե ուզում է դառնալ падգամավոր եւ կամ վարչապետ։ Ինչի է դա գրված։ Հենց այս պատճառով, որովհետեւ մեր համարությունը գրած է այն ոգով, որ մարդը, որը կրում է առաջնային մանդատ, падգամավորը, կամ մարդը, որը, ասենք, վարչապետ է, նախագահին էլ է դա վերաբերում, ինքը պիտի ունենա միայն մի հայրենիք։ Չի կարող մարդ Հայաստանի վարչապետը լինի մի մարդ, որը օրինակ այլ երկրի էլ է երթում տվել։ Կապ չունի դա ֆորմալ ընթացակարգ է թե չէ։ Չի կարող падգամավորը Հայաստանի լինի մի մարդ, որը բացի Հայաստանից այլ երկրի հավատարիմ լինելու երթում է տվել։ Չէ, բայց ֆորմալ, չֆորմալ, իդեպ նախարարն էլ չի կարող։ Դու կյանքումդ տվել ես վստահաբար զինվորական երթումը, պրիսիական, դու վստահաբար կյանքումդ տվել ես նաև падգամավորական երթումը։ Բայց այդ երկու երթումն էլ նաև ես եմ տվել ու այդ երկու երթումն էլ ես տենց ձևական չեմ անցալել։ Ես դա անցալել եմ հենց ուղիղ ու հենց գրված տեքստին համաձայն։ Ամեն մի տառը ես դրա անցալել եմ։ Այո, եւ հիմա իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, դե գիտեք ինչ կա, Սամվել Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացի չի, հետեւաբար ինքը չի կարող լինել մեր վարչապետի տեխնացուն, բայց ինքը մեր ոնց էին ասել, գաղափարական առաջնորդը։ Հա, մեր գաղափարական Հայաստանի գաղափարական ղեկավարը պետք է լինի, ո մեծ առաջնորդ։ Բայց իրանք իրական փաստորեն ինչ են ասում։ Ասում են, գիտեք ինչ կա, մեր իրական ղեկավարը մի մարդ է, որը Հայաստանից բացի այլ երկրի էլ է հավատարմության երթում տվել։ Եվ բայց ինչ վատ է, սահմանադրությունը այդ բանը ոնց որ այդ սահմանափակումը դնում է, դրա համար ինքը կլինի մեր փաստացի առաջնորդը, երկրի փաստացի առաջնորդը։ Մեկին էլ sense կնշանակենք, կասենք դավայ դու վարչապետ ես լինում։ Ձևական, հա, ինչ որ ձևական մի բան կնշանակենք, sense կամախ կնշանակենք վերաբերվում մեր երկրին։ Ու այդքանից հետո իրանք կարողանում են գան ու ասենք մեզ մեղադրեն, որ մենք իրանցից քիչ հայրենասեր ենք։ Մենք իրանցից քիչ հայրենասեր ենք այն իմաստով, որ մենք ընդամենը մեկ հայրենիք ենք սիրում։ Այո, մեր հայրենիքները քիչ են, մի հատ է։ Բայց այն մյուս մասերով մենք իրանցից քիչ հայրենասեր չենք։ Հետաքրքիր տեսակետ էր։ Ինձ թվում է մենք լավ թողարկում ունեցանք, Ռուբեն։ Ես չգիտեմ։ Սիրելի ընկերներ, ինձ թվում է այսքանով կեզրափակենք մեր այսօրվա
ոդկասթը, որը իմ կարծիքով լավն է ստացվել, չնայած Ռուբենը այդ կարծիքին չի, դուք մեկնաբանություններում անպայման գրեք, անպայման հավանեք տեսանյութը ու անպայման բաժանորդագրվեք ալիքին, սա օգնում է որպեսզի տեսանյութը տարածվի ու շատ մարդ տեսնի, թե ինչի համար է Վարդան Ղուկասյանը դատի տվել Ռուբեն Ռուբենյանին, իսկ դա վստահ լինենք չափազանց կարևոր նորություն է բոլորի համար։ Գոր Վարդանյանի հարահայտ ֆիլմերից մեկում մի հատ մաս կա, որ ասում է սլեն էլ գող չի։ Ինձ թվում է սա հետաքրքիր նմանություն ունի։ Հետաքրքիր գեղարվեստական հղումով եզրափակեցինք ամեն դեպքում մեր եթերը։